չեմ մեկնաբանում։ Բելարուսը, Հայաստանը։ Դուք կապրեիք Բելարուսում, Բելարուսը կապրի Հայաստանում, ամեն մեկ իր երկիրն ունի, ես իմ երկրի պատասխանատուն եմ։ Ոչ մի ավելացնելու բան չունեմ։ Չէ, կարծում որ դա միջ հարաբերությունները երկու երկրները կարող է ավելի վատացնել, հաշվի առնելով թեմային ինչ փուլում են հայ-բելարուսական հարաբերությունները։ Ես կարծում եմ Հայաստանի նկատմամբ ՕԴԿԲ-ում գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները եւ էլի շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները եւ քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են եւ ես կարծում եմ որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը իրանք մի քիչ այլ ճանապարհ են։ Իսկ ինչպես է պատահել որ դուք դիվանագիտորեն չեք ձևակերպում ձեր ասելիքը, այլ շատ ավելի սուր, դա դրա բաժանմամբ է եղել, թե դուք եք այդպես։ Ես կարծում եմ այս տարիների ընթացքում ակնհայտ է, որ դա իմ բնավորության, իմ խառնվածքի մի մաս է եւ բացի այդ ես պարլամենտական գործիչ եմ եւ ավելի ազատ եմ, քան մեր որևիցե կոնկրետ գերատեսչության, պատասխանատվության ոլորտ ներկայացնող մարդիկ եւ պարլամենտականները շատ ավելի ազատ են իր խոսքի, իրենց մտքերի մասով, կարծում նորություն չկա։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանը իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական եւ մնացած բոլոր առումներով բարձրացնելու է եւ Բելարուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով եւ օրենքի գերակայությամբ։